Աշխարհում ավելի քան 3,4 միլիարդ մարդ տառապում է նյարդաբանական խնդիրներից։ Ուղեղի առողջություն, հասանելիություն բոլորի համար։ Ուղեղի համաշխարհային օրը այս տարի բարձրաձայնում է ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ստանալու կարեւորությունը։ Գլխուղեղի առողջությունը ունի բավականին մեծ կարևորություն, քանի որ եւ կայուն հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների շարքում եւ նաեւ ընդհանուր հիվանդացության սահմաններում նյարդաբանական հիվանդությունները գրավում են առաջնային դիրքեր։ Մասնավորապես եվրոպական երկրներում, զարգացած արևմտյան երկրներում ժամանակավոր եւ պերմանենտ, այսինքն մշտական անաշխատունակության կամ ֆունկցիոնալության սահմանափակման ամենագլխավոր պատճառները դրանք նյարդաբանական հիվանդություններ են։ Նյարդաբանական հիվանդությունների շարքում չափազանց սուր խնդիր է գլխուղեղի կաթվածը, ինսուլտը, որտեղ կյանքի ու մահվան սահմանը կարող է որոշվել րոպեների ընթացքում։ Ինսուլտները լինում են երկու տեսակի՝ իշեմիկ ինսուլտներ եւ հեմորագիկ ինսուլտներ։ Հեմորագիկ ինսուլտի դեպքում մենք ունենք անոթի պատռում եւ արյան կուտակում ուղեղանյութում կամ հարակից տարածություններում, իսկ իշեմիկ ինսուլտի դեպքում մենք ունենք ուղեղի անոթի խցանում։ Ինսուլտի պատճառները կարող են լինել հիմնականում տարածված պատճառներից են շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, շողացող արիթմիան, հիպերլիպիդեմիան, խոլեստերինի բարձրացումը, ծխելը, ֆիզիկական ոչ ակտիվ կենսակերպը։ Խոսքի խանգարում, դեմքի թեքվածություն, վերջույթների թուլություն, թմրածություն, տեսողության հանկարծակի կորուստ կամ նվազում։ Նման ախտանիշների դեպքում պետք է դիմել շտապօգնություն ու տեղափոխվել մոտակա կաթվածի կենտրոն ու բաց չթողնել ոսկե ժամանակը։ Մեր երկրում տարիներ շարունակ հասանելի են ժամանակակից արդյունավետ բուժական մեթոդները, ներերակային տրոմբոլիտիկ թերապիան եւ մեխանիկական տրոմբեկտոմիան, սակայն այս մեթոդների համար կարևոր է ժամանակը եւ ներերակային տրոմբոլիտիկ թերապիայի համար կարևոր է առաջի 4.5 ժամը, իսկ մեխանիկական տրոմբեկտոմիայի համար մինչեւ 24 ժամը։ Երկու մեթոդներն էլ հասանելի են մեր քաղաքացիներին պետպատվերի շրջանակներում։ Բուժման արդյունավետությամբ հնարավոր է լինում զգալիորեն նվազեցնել հաշմանդամության ռիսկը եւ կտրուկ նվազեցնել մահացության ցուցանիշը։ 80-ից 90% դեպքերում իշեմիկ ինսուլտի առաջացումը կարելի է կանխարգելել։ Օրինակ, նույն գլխուղեղի կաթվածը, որը հանդիսանում է եւ հիվանդացության եւ մահացության լուրջ գործոն, կաթվածի դեպքերի, իշեմիկ կաթվածի դեպքերի ընդհանուր մինչեւ 80-ից 90%-ը կանխարգելելի են։ Այսինքն, երբ որ մենք փորձում ենք իրականացնել արդյունավետ կանխարգելում եւ այդ կանխարգելման մեջ բնականաբար մտնում է եւ առողջ ապրելակերպը, եւ կանխարգելիչ բժշկությունը, եւ ժամանակին բժշկի դիմելը, գանգատների պարագայում ինքնաբժշկությամբ չզբաղվելը։ Ցանկացած ախտանիշների կարևորություն տալու եւ բժշկական գնահատական ստանալու պարագայում հնարավոր է կանխարգելել մի շարք հիվանդություններ, վստահեցնում են բժիշկները։ Նարեկ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։